Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, ապրիլի 4 Եկեք վեր գնանք Տիրոջ սարը, Եսայի 2 գլուխ 3 հոսք Մեր հոգիների համար չափազանց օգտավետ է ներկայիս չար աշխարհից վեր բարձրանալ դեպի ավելի ազնիվ ու վեհ բաները։ Այս աշխարհի հոգսերը և հարստության խաբեբայությունը հակված են մեր մեջ խեղդելու ամեն լավ բան և մեզ դարձնելու դյուրագրգիռ, հուսահատ, գուցե նաև հպարտ և մարմնավոր։ Լավ կլիներ, որ մենք կտրեինք այդ փշերն ու տատասկները, որովհետև նրանց մեջ ցանված երկնային սերմը ամենայն հավանականությամբ բերք չի տա։ Եվ ինչը կարող է ավելի լավ մանգաղ լինել դրանք կտրելու համար, քան Աստծո հետ հաղորդակցությունը և թագավորության բաները։ Շվեյցարիայի հովտային շրջաններում բնակիչներից շատերը հիվանդ և վտիտ տեսք ունեն, որովհետև մթնոլորտն աղտոտված է և օդը վարակված, սակայն բարձրադիր վայրերում, լեռների վրա ապրում են մարդիկ, որոնք առողջ ու դիմացկ ունեն, քանի որ շնչում են ալպյան ձյունածածկ գագաթներից փչող թարմ և մաքուր օդը։ Լավ կլիներ, որ հովիտներում բնակվող մարդիկ հաճախակի լքեին իրենց ճահիճների մեջ գտնվող բնակավայրերը և վեր բարձրանային շնչելու բարձրադիր գոտիների կազդուրիչ և առողջարար օդը։ Ահա սա է այսօր իմ կոչը ձեզ։ Թող Աստծո հոգին օգնի մեզ թողնել մշուշոտ վախերը, հուզումնալից անհանգստություններն ու այս երկրային հովտի բոլոր անախորժությունները և վեր խոյանալ դեպի ուրախության ու երանության լեռների բարձրունքները։ Թող Սուրբ Հոգի Աստվածը կտրի մեզ ներքևում պահող բոլոր կապանքները և օգնի մեզ վեր բարձրանալ։ Շատ հաճախ մենք նստած ենք ինչպես ժայռին շղթայված արծիվները, սակայն ի տարբերություն արծիվների, մենք կարծես սկսում ենք սիրել մեր շղթաները և դժկամությամբ ենք համաձայնվում, որ նրանք կոտրվեն։ Թող Աստված շնորհք տա մեզ, որ եթե չենք կարող ազատվել մեր մարմնի շղթաներից, գոնե ազատվենք մեր հոգու շղթաներից և մարմինը որպես ծառա, թողնելով լեռան ստորոտին, հոգով Աբրահամի պես վեր բարձրանանք լեռան գագաթը, այնտեղ հաղորդակցվելու Բարձրյալի հետ։